երբ որ մարմարիկի ողբերգական դեպքը տեղ ունեցավ, մենք տեսանք նաև թե որքանով փորձարվեց նաև իրավապահ համակարգի գործունեությունը խոչընդոտել տարբեր ինֆորմացիաների, որոնք առաջացրեցին նաև հանրության վրդովմունքը, սկսած տարբեր էքստրասենսների հայտարարությունների եւ նաև հա ձեր պատասխանը կարող է նաև որոշակի առումով հետագա նմանատիպ դժբախտությունները կանխելու հետ կապված ուսումնասիրվում են եւ արդյոք հա նմանատիպ մտքեր արտահայտողները, որոնք ապա կողմնորոշում են եւ հասարակությանը եւ նաև ընտանիքի անդամներին ենթարկվելու որոշակի պատասխանատվության։ Բնականաբար ցանկացած միտք, որը որ կարող է տարբեր հարցերի քննարկման շրջանակներում լինել, ուսումնասիրվում են, բայց ես ողջունում եմ, որ հենց դուք որպես լրագրող եք հարցը բարձրաձայնում, որովհետև իրականում մենք շատ խնդրահարույց իրավիճակների ենք բախվել, հատկապես փոքրիկի որոնողափրկարարական աշխատանքների շրջանակներում, որովհետև հայտնվել էին տարբեր էքստրասենսներ, հայտնվել էին տարբեր անձինք, որոնք ուշակություններ էին անում կամ ենթադրություններ էին անում կամ փորձում էին որոշակի էմոցիոնալ դաշտ ստեղծել, ինչը չափազանց մտահոգիչ էր մեզ համար, որովհետև մի կողմից խոչընդոտվում էր ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատանքին, մյուս կողմից նաեւ որոշակի էմոցիոնալ դաշտ էր ստեղծում հանրության եւ հատկապես ընտանիքի անդամների համար, որը կարծում եմ ուղղակի անընդունելի վարքագիծ է, եւ ես առիթը օգտագործելով այս դեպքի մտահոգությունները նկատի ունենալով հորդորում եմ մեր հասարակությանը գործը թողնել այն մարմիններին, որոնք որ իրավասու են զբաղվել տվյալ խնդրի լուծմամբ եւ ուղղակի չճշտված տեղեկություններ հրապարակելով կամ չգիտեմ անհետ ինչ որ միտեղ տեղեկություններ հրապարակելով որևէ ձևով օգտակար ինչ որ գործունեությամբ չենք զբաղվում, դրա համար պետք է ուղղակի ձեռնպահ մնալ որևէ գործողության կատարումից, եթե որևէ արժանահավատ տեղեկատվություն ուղղակի չես կարող փոխանցել։ Գործողություն լինելու է։ Այս պահին չկա որևէ գործընթաց, բայց մենք շարունակելու ենք մեր ուսումնասիրությունները, եթե նկատեցինք, որ դա արդեն այնպիսի դրսևորում է ստանում, որը այս կամ այն անձի իրավունքները կարող է ոտնահարել կամ խնդիրներ կարող է առաջացնել, ռեակցիա հաստատապես կլինի։ Արամ Հովհաննիսյանի նկատմամբ հնարավոր է Սա վերջին հարցն է հարուցվել Արամ Հովհաննիսյանի նկատմամբ, որովհետև ըստ տեղեկությունների կոռուպցիայի մեջ է նա կասկածվել, նաև վարորդական իրավունքների հետ կապված գործարքների մեջ է եղել։ Բայց Արամ Հովհաննիսյանի մասով ինչու պիտի այս պահին քրեական վարույթներ հարուցվեն։ Մեր երկրում եթե Ժողովուրդ ջան, եթե չեք լսելու, ես ավարտեմ ու գնամ։ Եթե կա որևէ հանցանքի հատկանիշ, անկախ նրանից, թե որ անձի մասին են խոսքը, բնականաբար կլինի քրեական վարույթ։ Պարոն Հովհաննիսյանի մասով որևէ նման ազդակ չկա։ Ես նշեցի պաշտոնավարման հետ կապված փոփոխության հիմնական հիմնավորումը, որը եղել է միակ հիմնավորումը։